Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսված գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկումները չկայացան։ Պատճառաբանությունը համապատասխան դահլիճի բացակայությունն էր։ Ես առաջարկում դες հենց հիմա բարձրանանք մեր վերևի դահլիճում եւ քննարկումները շարունակենք։ Եթե դուք ես ուզում եմ միայն ճշտեմ։ Հանգիստ խոսացեք։ Հանգիստ խոսացում եմ։ Այո, հանգիստ եմ խոսում։ Ստեղ լցվելու հարցը։ Ուրեմն եթե դուք վերևի դահլիճում պայմաններ ունեիք ավելի լավ, դիտման բանեցիք, որ վերեցիք ստեղ։ Դիտման պետք անել որ բանը հիմա խոսում եք բարձրանանք վերևի դահլիճ, ինչի նախորդ չէիք բարձրացել։ Դժգոհողներին ի պատասխան Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե չի ուզում դառնալ շոուի մասնակից։ Չեք ուզում մասնակից դառնալ, մի մասնակցեք, եթե սա ձեր համար շոու է։ Ուրեմն մենք եկել եք ստեղ, ես հասկացա ձեր նպատակը, չեք ուզում մենք լսումներ անենք, ուղղակի ձեզ պետք է ստեղ մեզ հավասարակշռությունից հանեք։ Հեռանալուց առաջ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ եթե լրացուցիչ ասելիք ունենան, կտեղադրեն իրենց կայքեջում։ Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում վիճաբանություններ ընթանում, դրսում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում գազի գնի բարձրացման դեմ։ Երևի պետքա դանակը ոսկորին հասնի, երևի ոմանց մոտ այդ դանակը դեռ ոսկորին չի հասել։ Ամբողջ աշխատավարձը երևի գազի ամենահարուստը։ Այս ինչի ամենահարուստը։ Պլյուս դրա, գիտեք, իսկապես, այսինքն բոլորս էլ գիտենք իրողությունը, հայաթափվել է Հայաստանը։ Իմ 10 երեխաները թորները դրսում։ Այստեղ հայ չկա էլ մնացած, այս ինչ քաղաքականություն է։ Ռուսական պանիգոն դատարկված վիճակ եք ուզում Հայաստանը տեսնել բացարձակ։ Նախաձեռնության անդամները իրենց հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, APF։